Հույսի կամուրջ հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության և Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց բժշկական կենտրոնի համագործակցությամբ Տավուշի մարզի մինչև 18 տարեկան երեխաները տարեկան 2 անգամ հնարավորություն են ստանում օգտվելու անվճար բժշկական խորհրդատվություններից և բուժօգնությունից, ըստ առողջական կարիքների։ Հաշվի առնելով մարզերում նեղ մասնագիտական բուժօգնության սահմանափակումները, տարին 2 անգամ այցելում ենք տարբեր մարզեր, մասնավորապես Իջևան, տրամադրելու համար տեղի բնակիչներին դժվարահասանելի բուժօգնություն, մեր պարագայում մանկական օրթոպեդի խորհրդատվություն և հետազոտություններ, որոնք կարող ենք տեղում իրականացնել և ամբողջական դարձնել խորհրդատվությունը։ Հերթական հետազոտությունը նոյեմբերի 8-ին էր Հույսի կամուրջ կազմակերպության Իջևանի մասնաճյուղում։ Այս անգամ երեխաներին ընդունեցին օրթոպեդ վնասվածքաբան մասնագետները, ովքեր իրականացրին զննություն, տրամադրեցին մասնագիտական խորհրդատվություն և ըստ անհրաժեշտության ուղղորդումներ կատարեցին հետագա բուժման վերաբերյալ։ Վերականգնողական ծառայությունները մարզում չնայած դեռևս ամբողջությամբ հասանելի եւ մատչելի չեն, որովհետեւ բավականին փոքր ծավալ է կազմում, այսինքն այն երեխաները հատկապես ովքեր ունեն մշտական աջակցության կարիք, մշտական ծառայությունների կարիք, իրենք իհարկե օգտվում են, բայց կան երեխաներ, որոնց կարճաժամկետ ծառայությունների կարիքը կա, բայց ցավոք որոշ երեխաներ իհարկե դուրս են մնում։ Բացը փորձում ենք լրացնել նաև հետազոտությունների միջոցով։ Բժիշկների խոսքով նման նախաձեռնությունները հնարավորություն են ապահովել մարզերում բնակվող երեխաների հասանելիությունը որակյալ բժշկական ծառայություններին և խթանել առողջ ապրելակերպը։ Մեծ նշանակություն ունի մեր այցերը տեղեկատվական առումով հիվանդության խնդիրների ծանոթացնելու համար և ճիշտ բուժումը հետագայում կազմակերպելու։ Արդեն երկարատև համատեղ աշխատանքը նպաստում է համայնքներում երեխաների առողջության պահպանմանն ու ներառական ծառայությունների զարգացմանը։